Համացանցում տարածվել են տեսանյութեր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից, Ալի Շամխանիի դստեր հարսանիքից։ Մասնակիցներին մեղադրում են հարսանիքը աշխարհիկ արևմտյան արժեքներով առանց գլխաշորի եւ շատ շքեղ հյուրանոցում անցկացնելու մեջ։ Իհարկե աղմուկն անհամեմատ ավելի նվազ կլիներ, եթե չլիներ Ալի Շամխանին, որը Իրանի քաղաքական էլիտայի ամենաառանցքային դեմքերից է։ Ներկայում Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականն է, ոչ վաղ անցյալում ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, եղել է նաև պաշտպանության նախարար։ Քննադատության հիմնական մասը, որը հնչում է արտերկրից, անհավասարության մասին է։ Իրանում հավասարների մեջ կան առավել հավասարներ, իդեմս պաշտոնյաների, նշում են նրանք։ Համանման ակնարկներ հնչում են նաև Իրանում, սակայն տեղական հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ տեսանյութի տարածումը քաղաքական նպատակով է արվել, եւ որ ամենակարևորը Իսրայելի Մոսադի ձեռքի գործն է։ Ըստ իրանական այդ խոսույթի Իսրայելը ներկայում ջանում է սասանել իրանցի պաշտոնյաների վարկը երկրի ներսում, իսկ հարսանեկան միջոցառումը 1-2 տարի առաջվա է։ Իդեպ Շամխանին ամիսներ առաջ Իսրայելի դեմ պատերազմում վիրավորվել է։ Ուշագրավ է, որ տեսանյութի տարածումը տեղի է ունենում Իրանում հիջաբ կրել-չկրելու մասին քննարկումների ֆոնին, թեմա, որը շատ զգայուն է Իրանում։ Վերջերս կեղծ լուրեր էին տարածվել, թե Իրանում վերացել է պարտադիր հիջաբ կրելու օրենքը, այնինչ այն ոչ թե վերացել է, այլ չկրելու դեպքում հավելյալ պատժամիջոցներ սահմանելու օրենքն է արգախվել։ Այս հարցում Իրանի պահպանողական եւ բարեփոխական, այդ թվում կառավարության միջև քննարկումները շարունակվում են։